Նրա ծննդից հետո երկրորդ հրաշքը եղավ այն, որ իր հոր Զաքարիայի լեզուն բացվեց, և նա սկսեց օրհնաբանել Աստծուն։ Համաձայն Գաբրիելի հրամանի, մանկանը անվանեցին Հովհաննես, որ թարգմանվում է Աստվածաշնորհ կամ Աստծո ողորմածություն։ Պատմությունը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ նա բնակվում էր անապատում ու սնվում էր վայրի մեղրով ու մորեխներով, մինչև այն օրը, երբ երևաց Իսրայելում։ Երբ նա դարձավ 30 տարեկան, սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Անապատական ամբասիր կյանքի վկայությունը մարդկանց մեջ այնքան զորեղ էր, որ նրա խոսքերը ժողովուրդն ընդունեց որպես մարգարեի խոսք։ Մանավանդ շուրջ 400 տարի նրանք մարգարեի խոսք չէին լսել։ Եվ ինչպես դեռ չծագած արևի մասին վկայում են արշալույսի խավարը ճեղքող ճառագայթները, այդպես էլ Հովհաննես Մկրտիչը դարձավ ծագող արեգակի առաջին վկան՝ խավարի ու մահվան շուքի ձորում։ Նրա